Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Ստամբուլի դպրոցներից մեկում թուրքերեն լեզվի եւ գրականության ուսուցիչ Իսմի Գյուշելիին աշխատանքից ազատել են, տեղափոխել այլ դպրոց բազմաթիվ բողոքների պատճառով։ Բողոքել են, որովհետեւ հայերի մասին դրական էր արտահայտվում ուսուցչանոցում, Պոլսի հայկական Ակոս թերթներ կարդում, գրում է Ակոսը։ Ակոս կարդալը հանցանք համարեցին վերնագրով։ Իհարկե հայերից բացի մեղադրում են նաև քրդերի, ալևիների մասին դրական արտահայտվելու մեջ։ Ուսուցչին մեղադրել են Թուրքիայի պաշտոնական ուսումնական ծրագրից շեղվելու մեջ։ Ուսուցիչը փաստաբան է վարձել եւ հիմա փորձում է դատական կարգով վերականգնել իրավունքները։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Թուրքիան Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախն է, ինչից են վախենում թուրքերը։ Sıra bize de gelebilir. Մասնատված Իրանը քաոս կստեղծի, որը կուլ կտա եւ Թուրքիան, եւ Հարավային Կովկասը։ Türkiye'yi, Körfez Araplarını, Güney Kafkasları Միացյալ Նահանգներից առավել Թուրքիայում են սպասում Մոսկվայի եւ Պեկինի դիրքորոշումներին, որ Էրդողանն արագ հասկանա, որաթորին, որ չափ տեղավորվի։ Bu savaşta en çok Çin'in ve Rusya'nın tutumu merak ediliyor. Եվ հարցազրույց Ջամալ Վակին, պատմաբան Լիբանանից, Թուրքիային այս պատերազմում լռության դիմաց խոստացել են Թուրանը Հայաստանի տարածքով։ Primary role that would be granted to Erdogan and Turkey would be in Central Asia under the banner of Pan-Turanism. Եվ այսպես Թուրքիան Իրանից հետո Իսրայելի հաջորդ թիրախն է։ Թուրքիայի համար ծուղակ է պատրաստվում։ Եթե Իսրայելը համոզեց Միացյալ Նահանգներին հարձակվել Իրանի վրա, ինչու չի կարող Իրանի հարցերը լուծելուց հետո Միացյալ Նահանգներին համոզել հարձակվել Թուրքիայի վրա։ Իհարկե ինչուներ կան, եւ գլխավորն այն է, որ Թուրքիան եւս ինչպես Իսրայելը Միացյալ Նահանգների դաշնակիցն է։ Այնուամենայնիվ պատերազմի առաջին ժամերից թուրքական հեռուստաեթերում Թուրքիան հաջորդ թիրախն է միտքը կարմիր թելի նման է անցնում։ Bu savaş bizim savaşımız değil. Այս պատերազմը մեր պատերազմը չէ, փառք Ալլահին։ Türkiye dahil bölgeyi yeniden dizayn etmeye çalışıyorlar. Նախ եւ առաջ այս պատերազմը տարածաշրջանը այդ թվում Թուրքիան վերաձևավորելու փորձ է։ Փորձում են վերաձևավորել հիմնական դերակատար դարձնելով Իսրայելին։ Սա պարզ է։ Եթե Թուրքիան չվերափոխվի, կքննարկեն Թուրքիայի դեմ հարձակումը ինչպես Իրանի դեմ հիմա։ İran'a yapılan operasyon gibi Türkiye'de operasyon düşünüyor. O yüzden mi geçtiğimiz gün Դրա համար էր Ֆաթիհ Էրբականը վերջերս ասել, որ մենք Թուրքիայում կարող ենք նույնիսկ ընտրություններին չհասնել։ Սա նկատի ուներ, որ Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է, եւ եթե չկարողանանք կանգնեցնել նրանց, հաջորդը կարող է մեր հերթը լինել։ Doğrudur. Այո, ճիշտ է։ Թուրքիայի իշխանական մեդիան Միացյալ Նահանգների դեմ մեղադրանքներ շատ չի հնչեցնում։ Բոլոր թիրախներն ուղղված են հիմնականում Իսրայելի դեմ, որի հետ, ինչպես հայտնի է, վերջին տարիներին Թուրքիան առանձնահատուկ լարված ու երկերեսանի հարաբերություններ ունի։ Ընդդիմադիր մեդիան է բաց խոսում Էրդողանական Թուրքիային սպառնացող վտանգների մասին։ Öncelikle bu savaş aynı zamanda sadece İran topraklarını, İran askerlerini, İran halkını değil, başta Türkiye olmak üzere Այս պատերազմը թիրախավորում է ոչ միայն իրանական տարածքը, Իրանի զինվորներին եւ Իրանի ժողովրդին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին եւ ժողովուրդներին, առաջին հերթին Թուրքիային, որոնք ամերիկյան իմպերիալիզմի եւ իսրայելական իմպերիալիզմի թիրախ են։ Այսօր ռումբերը կարող են ընկնել Թեհրանի, Թավրիզի կամ Սֆահանի վրա, բայց այդ ռումբերը միայն Իրանի ժողովրդին չեն թիրախավորում։ Մենք իրականում ինչ որ ընդհանրություններ ունենք Իրանի հետ։ yani aslında İran'la ortak bir noktamız var. İran'la aynı saldırganlığa maruz kalıyoruz. Մենք ենթարկվում ենք նույն ագրեսիային, ինչ Իրանը։ Մենք ենթարկվում ենք ամերիկյան եւ իսրայելական O ագրեսիային։ yüzden bu saldırı aynı zamanda Türkiye'ye bir saldırıdır. Ուզում եմ ասել, որ այս հարձակումը հարձակում է նաեւ Թուրքիայի վրա եւ բնականաբար Թուրքիան այս պատերազմի կողմ է։ Nesnel olarak belirledi. Yani hayat Türkiye'nin tarafını belirliyor. Yoksa Թուրքիան օբյեկտիվորեն որոշել է իր կողմը։ Կյանքն է որոշել, թե ում կողմից լինի Թուրքիան։ Թուրքիան որոշ շրջանակներ ուզում են այս պատերազմում Իսրայելի կողմից լինենք, բայց Թուրքիան նույնպես Իսրայելի թիրախն է։ Հիշեք Իսրայելի անվտանգության մարմինների զեկույցները։ İran'la beraber hatta bazı raporlarda Türkiye'yi doğrudan birinci tehdit olarak
görüyor İsrail. Իսրայելը միշտ Թուրքիան համարում է հիմնական սպառնալիք Իրանին զուգահեռ։ Որոշ զեկույցներում նույնիսկ ուղղակիորեն որպես հիմնական սպառնալիք Թուրքիան է նշվում։ Türkiye'nin neler yapacağını hesap ederken bölgesel düşünmemiz lazım. Այս պատերազմում Թուրքիայի անելիքները հաշվարկելիս պետք է մտածենք տարածաշրջանային մակարդակով, պետք է մտածենք Թուրքիայի շահերի տեսանկյունից։ Արդյոք Թուրքիայի շահերից է բխում Իրանի պարտությունը։ İran'da hakim olması Türkiye'nin menfaatine mi? Tam aksine. İran'ın parçalanması, İran'ın istikrarsızlığı Իրանը չի պարտվի, բայց Իրանը կթուլանա, Իրանը կդառնա անզոր եւ Իսրայելի ու Ամերիկայի գերիշխանությունը կլինի Իրանում։ Իրանի մասնատվելն ու անկայունությունը առաջին հերթին կազդեն Թուրքիայի վրա եւ այս կրակը կթեժանա։ Եվ բոլորը հիշում են, ինչպես էր 1 տարի առաջ ինքը Էրդողանը հայտարարում, որ Գազայից հետո Թուրքիան է լինելու Իսրայելի հաջորդ թիրախը։ İsrail yönetiminin Ես բաց կասեմ, թե Պաղեստինից եւ Լիբանանից հետո Իսրայելի վարչակազմը աչքնուր է դրել։ bundan sonra gözünü dikeceği yer açık söylüyor. Bizim vatan topraklarımız olacak. Մեր հայրենի հողերն են լինելու հաջորդը։ Թուրքիայի ներսում Իսրայելի որոշ ընկերների, սիոնիզմի որոշ աջակիցների, կամավոր կամ փողի դիմաց սիոնիզմի պրոպագանդայով զբաղվողների չհասկացածը սա է։ Netanyahu hükümeti Anadolu'yu da içine aldı. Նեթանյահուի կառավարությունը ուտոպիստական երազներ է գցում նաև Անատոլիայի մասին եւ զանազան առիթներով բացահայտում է իր այդ երազները։ ifşa etmektir. Bu azgın devlet, bu terör devleti Այդ կատաղի, այդ ահաբեկչական պետությանը եթե չստիպեն կանգ առնել, վաղ թե ուշ աչքը դնելու է Անատոլիայի վրա։ Anadolu'ya dikecekler. Իսրայելը Գազայում միայն պաղեստինցիների դեմ չէ կռվում, մեր դեմ է կռվում, մեր դեմ։ Համասն Անատոլիայի պաշտպանության առաջին գծում է պայքարում։ Սա չտեսնելու չափ կույր եք։ Bunu göremeyecek kadar kör müsünüz? Այն, որ Թուրքիան եւ Իսրայելը մրցում են Միացյալ Նահանգների ամենասիրելի դաշնակցիների համար, փաստ է։ Նաեւ փաստ է, որ այս փուլում հաղթում է Իսրայելը։ Կամ Թուրքիան ստացավ Սիրիան, Իսրայելին խոստացել են Իրանը։ Անգամ ավելին, Թուրքիան ստացավ Սիրիան ու ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա, Իսրայելին խոստացել են Իրանը։ Թուրքիան Իսրայելի հաջորդ թիրախն է, լավ, բայց ինչպես է հարվածելու Իսրայելը, այդ ինչ ծուղակ է պատրաստում Թուրքիայի համար։ Թուրքիայի դեմ Իսրայելի եւ բոլորի գլխավոր ծուղակը հին է ու մեկն է։ Թուրքիան պայթեցնել կողքից ու կրակը տարածել, բորբոքել ներսից։ Իրանի դեմ պատերազմի առաջին իսկ ժամերին Իսրայելի վարչապետը մատով հստակորեն ցույց տվեց այն վտանգը, որը սպառնում է Թուրքիային այս պատերազմով։ Benjamin Netanyahu'nun açıklaması vardı. Onu bir aktarayım sizlere de. Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը կա, այն ներկայացնեմ ձեզ։ Նեթանյահուն ասում է. «Սիրելի եղբայրներ, Իսրայելի քաղաքացիներ, կարճ ժամանակ առաջ Իսրայելը եւ Ամերիկան Իրանի ահաբեկչական ռեժիմի էգզիստենցիալ սպառնալիքը ոչնչացնելու համար սկսել է գործողություն։ Թանկագին ընկեր Դոնալդ Թրամփի պատմական առաջնորդության համար շնորհակալություն եմ հայտնում»։ Teşekkür ederim. Ayetullah rejimi 47 yıldır İsrail'e ölüm, Amerika'ya ölüm diye bağırıyor. Այաթոլաների ռեժիմը 47 տարի բղավում էր մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Այդ արյունարբու ռեժիմին թույլ չենք տալու ունենալ միջուկային զենք, որով սպառնալիք կլինեն ամբողջ մարդկության համար։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որպեսզի Իրանի խիզախ ժողովուրդը իր ճակատագիրը իր ձեռքը վերցնի։ Eylemimiz cesur İran halkının kendi kaderini kendi ellerine alması için gerekli koşulları yaratacaktır. İran halkının tüm kesimlerinin, Perslerin, Kürtlerin, Azerilerin, Belucelerin Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր ներկայացուցիչները, պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջներն ու ահվազիները թոթափեն բռնապետության լուծը եւ ստեղծեն ազատ եւ խաղաղասեր Իրան։ Եթե Նեթանյահուի այս ծրագիրն իրագործվի, ապա Իրանը կմասնատվի, եթե Իրանը մասնատվի, ապա կստեղծվի քաոս, որը կուլ կտա եւ Թուրքիան եւ Հարավային Կովկասը։ Թուրքական Սոյժջուն այս տեսակետը հրապարակում է տեսանյութը վերնագրելով Թուրքիայի համար սարսափելի զգուշացում։ İran'da yaşanacak olası bir istikrarsızlık veya kendi içinde yaşanacak bazı kırılmalar, yaşanacak bazı kaoslar açıkçası Türkiye'yi, Körfez Araplarını, Güney Kafkasları ve Իրանում հնարավոր անկայունությունը կամ որոշ ներքին բաժանումները եւ քաոսը անկեղծ ասած կարող են վակուումային խնդիր ստեղծել Թուրքիայի, Պարսից ծոցի արաբական երկրների, Հարավային Կովկասի եւ Պակիստանի համար։ Այլ կերպ ասած, շատ երկրներ կարող են ստիպված լինել ներքաշվել։ Պատերազմի ընդլայնման հավանականությունը չափազանց մեծ է։
Ben Türkiye'nin bu noktada İran'ın parçalanmasıyla ilgili bir risk fotoğrafıyla karşı karşıya kalırsa coğrafya. Իհարկե, կարծում եմ, որ Թուրքիան պետք է շատ զգույշ լինի, եթե բախվի Իրանի մասնատման ռիսկին։ Birileri bunu bir fırsat olarak görebilirler. Վերջի վերջով ոմանք կարող են սա տեսնել որպես հնարավորություն։ Ովքեր են այդ ոմանք, իհարկե քրդերը։ Սրա ահն անգամ Էրդողանի խոսքում նկատվեց։ Քիչ անց կտեսնեք, մինչև այդ թուրքերը իհարկե նաև հնարավորություններն են տեսնում։ Öte tarafıyla da İran'da yaşayan başta Güney Azerbaycan Türkleri olmak üzere, Horasan Türkleri olmak üzere. Մյուս կողմից Իրանում ապրում են բազմաթիվ տարբեր թուրքական խմբեր, հիմնականում հարավային ադրբեջանցի թուրքերը, խորասանցի թուրքերը, եթե այս խմբերը տուժեն այս պատերազմի պատճառով, դա Թուրքիան կդնի չափազանց լուրջ ռիսկային վիճակում։ Son derece ciddi bir risk fotoğrafıyla karşı karşıya bırakır. Yani bir kere Türkiye parçalanmış, evet Türkiye İran'ın üniter yapısından, toprak bütününden, egemenliğinden yana bir tavrı şu ana kadar hep sergiledi. Այո, Թուրքիայի դիրքորոշումը միշտ եղել է Իրանի ունիտար կառուցվածքը պահպանելու, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության օգտին։ Սակայն, եթե այս ինքնիշխանությունը, այս ունիտար կառուցվածքը անդառնալիորեն վնասվեն այս պատերազմում, ապա Թուրքիան կարող է ստիպված լինի միջամտել իրավիճակի ամենազգայուն կետում, որովհետեւ վերջին հաշվով Թուրքիան կբախվի մեծ ռիսկի, Yapısını tehdit eden büyük bir riskle karşı karşıya kalır. Hem de orada yaşayan, որը կսպառնա ինչպես Թուրքիայի ունիտար կառուցվածքին, այնպես էլ Իրանում ապրող տարբեր թուրքական խմբերի անվտանգությանը։ Այս պատերազմը միայն Իրանում ռեժիմի փոփոխության մասին չէ, դա մերձավոր արևելքի վերակառուցման պատերազմն է։ doğrusal etki. Պատերազմի առաջին օրը մութն ընկնելուն պես խոսեց Էրդողանը։ Վերջի վերջո պատերազմում են տարածաշրջանում Թուրքիայի երկու մրցակիցները։ Եվ եթե Իրանի տարածքում քրդական ռումբը չլիներ, հավանաբար Թուրքիայում հիմա երջանկությունից էին պայթել։ Այժմ Էրդողանը գիտի տարածաշրջանը, որում նաև Թուրքիան է, կարող է հայտնվել կրակի օղակի մեջ։ Komşumuz İran'a yönelik Netanyahu'nun kışkırtmalarıyla başlayan Մենք խորապես վշտացած եւ մտահոգված ենք հարևան Իրանի դեմ Նետանյախուի սադրանքով սկսված Ամերիկա-Իսրայելյան հարձակման պատճառով։ İran'ın egemenliğini açıkça ihlal etme yanında dost ve kardeş İran halkının huzuruna Մենք խորապես դատապարտում ենք այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումները, որոնք ոչ միայն ակնհայտորեն խախտեցին Իրանի ինքնիշխանությունը, այլև թիրախավորեցին բարեկամ եւ եղբայրական Իրանի ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը։ Միևնույն ժամանակ մենք անընդունելի ենք համարում Իրանի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումները Պարսից ծոցի մեր եղբայրական երկրների դեմ անկախ նրանց պատճառներից։ sağduyu ve aklı selim hakim olmaz. Diplomasiye alan açılmazsa bölgemiz bir ateş çemberine sürüklenme riskiyle Եթե դիվանագիտության համար տարածք չստեղծվի, մեր տարածաշրջանը կարող է հայտնվել կրակի օղակի մեջ։ daha fazla kanın akmaması Մեր տարածաշրջանում հետագա արյունահեղության եւ ավելի մեծ տառապանքները կանխելու համար բոլոր դերակատարները, հատկապես իսլամական աշխարհի ներկայացուցիչները պետք է անհապաղ գործեն։ harekete geçmesi gerekiyor. Հարված Իրանի ինքնիշխանությանը Էրդողանի այս ֆրազը բոլորովին պատահական չէր ընտրված, որովհետև Էրդողանն Իրանի ինքնիշխանության համար մտահոգվում է միայն մեկ պատճառով՝ քրդեր։ Ինչ են անելու Իրանի քրդերը, եթե Իրանը մասնատվի, ինչ կարող է դրան հետևել Թուրքիայի տարածքի քրդերի տրամադրություններում։ Մանավանդ երբ Էրդողանի այս հայտարարությանը զուգահեռ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանությունը տարածեց հայտարարություն, որը հուշում է, բախումները կարող են ներառել նաև Թուրքիայի տարածքը։ Միացյալ Նահանգների քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ ճամփորդելուց, ներառյալ Իրանին, Իրաքին եւ Սիրիային սահմանակից տարածքները։ Այն, որ Նեթանյահուն քրդերի հին հովանավոր է եւ քրդերին միշտ է դիտարկել որպես գործիք Թուրքիայի դեմ, թուրքերի համար մեծ նորություն չէ։ Հավանաբար Ռուսաստանի եւ Չինաստանի հնարավոր միջամտությունն ու Իրանի մասնատումը կանխելը իրականում որոշակիորեն բխում է հենց Թուրքիայի շահերից, բայց պարադոքսն այն է, որ Թուրքիան ընդհանուր շահեր ունի Միացյալ Նահանգների հետ նաեւ Իրանին կից հարավային Կովկասում, որտեղ թուրքերն ընդլայնվելու բաց պատուհան են տեսել ներկա փուլում եւ անզուսպ խցկվում են։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ գործողության առաջին իսկ րոպեներից թուրքական հեռուստաալիքները ուղիղ եթերում քննարկում ու մեկնաբանում են նոր պատերազմը ու այդ քննարկումներում Էրդողանամերձ էքսպերտների խոսքում իհարկե նաեւ Ռուսաստանն ու Չինաստանն են։ Մինչև Խամենեիի մահվան լուրը հաստատվելն անգամ վարկածային քննարկում թե Ռուսաստան է տեղափոխվել։ Հարցն այն է, թե ով ավելի շատ համբերություն ունի սпасելու իր թշնամու անփառունակ վերջին։ Միացյալ Նահանգները ստեղծվել է ինչ որ 249 տարի առաջ
մարդկական կայսրությունը 2500, 100 տարուց կտեսնենք։ Դմիտրի Մեդվեդևի այս գրառումն են կարդում, ապա հետևում է մեկնաբանությունը, որից երևում է թուրքերն այս պատերազմի իրական թիրախը այնուամենայնիվ տեսնում են։ Bu savaşta en çok Çin'in ve Rusya'nın tutumu merak ediliyor. Amerika'nın zaten buradaki... Այժմ այս հակամարտության ամենասպասված մասը Չինաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումներն են։ Սա Ամերիկայի ամենամեծ մտահոգությունն է, ինչպես կարձագանքեն դրան Ռուսաստանը եւ Չինաստանը։ Դա կարեւոր է։ Մոսկվայից հայտարարություններ են հնչում, Չինաստանից հայտարարություններ շուտով կլինեն։ Ինչպես գիտեք, Չինաստանը նախընտրում է որոշ չափով չեզոք մնալ քաղաքական նկատառումներից ելնելով, բայց անկեղծ ասած տագնապի զանգերը հնչում են Չինաստանի համար։ Միացյալ Նահանգներից առավել Թուրքիայում են սպասում Մոսկվայի եւ Պեկինի դիրքորոշումներին, որ Էրդողանն արագ հասկանա, որ աթոռին որչափ տեղավորվի։ Բոլորը հիմնականում հասկանում են, որ եթե Իսրայելի համար սա պատերազմ է Իրանում եւ Իրանի դեմ, ապա Միացյալ Նահանգների համար սա պատերազմ է Ռուսաստանի եւ Չինաստանի դարպասների առաջ։ Թուրքիայի ընդդիմադիր մեդիայում գերակշռում է կարծիքը, որ Իրանը կզոհաբերվի, Պեկինն ու Մոսկվան չեն աջակցի, թեև նկատում են անցած պատերազմի համեմատ հիմա Իրանը կարողանում է ոչ միայն խոցել թիրախներ, այլև նկարել ու տարածել դրանք, ինչը գերկարևոր է մեր օրերում եւ այս հարցում ստացել է աջակցություն։ Սրանից էլ բացի թուրքերն իսկապես ապշատ են Իրանի պատասխան հարվածների մասշտաբից եւ սոցցանցերում գրում են. Ռուսաստանը եւ Չինաստանը վստահաբար հետախուզական աջակցություն են ցուցաբերել Իրանին, այլապես ինչպես էր Իրանն այսքան պատրաստ։ Թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում հիշատակում են Ռուսաստանին Իրանի փոխանցած անօթաչուները եւ այն, որ Իրանը Ռուսաստանի հետ $589 միլիոն հակաօդային պաշտպանության համակարգի համաձայնագիր ունի։ Չինաստանի մասով նախ արձանագրում են. Չինաստան-Իրան երկաթուղի է կառուցվում $60 միլիարդ ներդրումով եւ չինական Դայանգ Հի Հաո նավն է մոտեցել Իրանի ջրերին հզոր համակարգերով, որոնք Իրանին հետախուզական տվյալներ փոխանցելու կարողություն ունեն։ İran müdahale Çin'in ve Rusya'nın stratejik çıkarları açısından büyük bir zorlama ortaya koyuyor. Bu yüzden bu iki ülke direkt yardım edemiyor. Yani asker gönderip. Fakat bir hibrit Լուրջ մարտահրավեր է Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական շահերի համար։ Հետևաբար այս երկու երկրները չեն կարող անմիջական օգնություն ցուցաբերել օրինակ զենք ուղարկելով։ Այնուամենայնիվ կա հիբրիդային պատերազմի մոդելը։ Ի վերջո, ով կարող է օգնել, ում վրա կարող է հույս դնել Իրանը, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ քննարկում են Սերժիի եթերում, եզրակացնում ոչ ոք ու բացատրում թե ինչու, բերելով իրենց հիմնավորումները։ Dikkatten kaçırılıyor mesela sabahtan beri izlediğim. Տեսնում եմ, որ բոլորը խոսում են Ռուսաստանի, Չինաստանի մասին, բայց ինչ որ բան ուշադրությունից դուրս է մնում այնուամենայնիվ։ Օրինակ, կա մի նորություն, որն առավոտյան տեսա։ Իրաքում քրդական տարածաշրջան ունի 45 միլիարդ բարել նավթ, մինչդեռ շիական տարածաշրջան ունի 115 միլիարդ բարել։ Ներքևում շիական շրջանում գտնվող արևմտյան Քուրնա 2 şրջանը, որը պարունակում է աշխարհի ամենամեծ նավթի պաշարներից մեկը 20 միլիարդ բարել։ Bölgesini Rus Lukoil şirketi işletiyordu. Yaklaşık 4-5 gün önce yanlış hatırlamıyorsam Lukoil buradan çekildi. Շահագործվում է ռուսական Լուկոյլ ընկերության կողմից մոտ 4-5 օր առաջ, եթե ճիշտ եմ հիշում, Լուկոյլը դուրս եկավ այնտեղից եւ այդ տարածքում նավթի շահագործման բոլոր իրավունքները տրվեցին Շևրոնին։ Bu çok açık bir şekilde gösteriyor ki Rusya ile Amerika veya Putin ile Trump aslında bu anlamda da bir anlaşmaya varmış vaziyette. Սա հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանը եւ Ամերիկան կամ Պուտինը եւ Թրամփը իրականում համաձայնության են եկել նաեւ այս առումով։ Եթե Լուկոյլը դուրս է գալիս 20 միլիարդ բարելով արևմտյան Քուրնա 2 նավթային հանքավայրից եւ Շևրոնը զբաղեցնում է նրա տեղը, ապա Ռուսաստանից Իրանի աջակցություն ակնկալելը նույնիսկ ռոմանտիզմ չէ։ Իրանի համար անհնար է այս պահին աշխարհում դաշնակից գտնելը։ Իրականում իրաքյան այս հանքի շուրջ զարգացումներն ունեն բավական երկար նախապատմություն, որը իսկապես ինտենսիվ զարգանում էր հատկապես այս տարվա 2 ամիսներին։
Իրանի դեմ պատերազմի երկրորդ օրը լուր տարածվեց, թե Իրանը հարվածել է նաև Թուրքիայում Միացյալ Նահանգների ռազմաբազային։ Ժամեր անց Թուրքիայի նախագահականը պաշտոնապես հերքեց այս լուրը։ Հիմա 4 պարզ պատճառ, թե ինչու Իրանը, որը հարվածում է արաբական երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, չի հարվածում Թուրքիայում տեղակայված ամերիկյան Ինջիրլիկ ավիաբազային։ Առաջինը, Իրանը հայտարարել է, որ պատասխան հարվածները հասցնելու ոչ թե պարզապես հարևան երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին, այլ այն երկրներին, որոնք թույլ կտան իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ հարվածների համար։ Թուրքիան պաշտոնապես եւ հրապարակավ հերքում է, թե իր տարածքն օգտագործվում է Իրանին հարվածելու համար։ Երկրորդ պատճառը. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ի տարբերություն արաբական երկրների, եւ հարվածը Թուրքիային կարող է նշանակել բոլորովին այլ հետևանքներ Իրանի համար։ Առայժմ ամբողջ ՆԱՏՕ-ն Իրանի դեմ գործողությանը չի մասնակցում, մանավանդ հաշվի առնելով ինքնին հակասությունները ՆԱՏՕ-ում, ինչու անել քայլ, որը զսպվածության տարբերակ չի թողնի։ Երրորդ պատճառը. Թուրքիան այս փուլում եւ Գազայի պատճառով առերևույթ թշնամական հարաբերություններ ունի Իրանի գլխավոր թշնամու Իսրայելի հետ։ Եվ չորրորդ, Իրանը եւ Թուրքիան ունեն ընդհանուր խնդիր՝ քրդերը։ Թուրքիան եւ Իրանն այստեղ ունեն ընդհանուր շահ, նրանց սահմանի երկու կողմերում քրդերն են եւ իրադարձությունների զարգացման Իրանի համար ամենակատաստրոֆիկ սցենարի մասնատման դեպքում երկու երկրների համար կարող է ստեղծվել քրդերի միավորման եւ պետության ձևավորման անցանկալի սցենարը։ Մասնատմանը եւ քրդական պետությանը միանշանակ դեմ է նաեւ Թուրքիան։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Ջամալ Վակիմ, պատմաբան Լիբանանից, որին նույնպես հարցրել ենք, թե ինչու Իրանը չի հարվածում Թուրքիայում տեղակայված ամերիկյան բազային, պատասխանեց՝ դեռ չի հարվածում։ Եվ մի դետալ, որն այս պատերազմի հավանաբար գլխավոր դետալն է։ Խամանեին, Իրանի գերագույն առաջնորդը, սպանվեց պատերազմի առաջին հարվածից, բայց ինչ որ մեկը Իրանում դրանից հետո որոշեց պատասխան հարվածներ հասցնել այս մասշտաբով։ Ինչ կարող է սա նշանակել։ Thank you very much for joining us. Շնորհակալություն մեզ միանալու եւ հարցազրույցի այս հնարավորության համար, մանավանդ այս պահին, երբ Իսրայելը հարվածում է նաեւ Բեյրութին, ինչ է կատարվում ռեգիոնում, ինչ պատերազմ է սա, ինչի համար է Իրանի դեմ այս պատերազմը։ This war was initiated by the United States. Այս պատերազմը սկսել են Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, քանի որ ունեն աշխարհաքաղաքական օրակարգ, որի իրագործմանը չկարողացան հասնել անցած հունիսին։ Հիմա նրանք նորից են փորձում։ In last June, so they tried again this time. Որն է նրանց օրակարգը։ First, to start with the United States. It has a grand strategy of containing Eurasian powers, mainly Russia and China. Սկսենք Միացյալ Նահանգներից, որն ունի եվրասիական տերություններին, հիմնականում Ռուսաստանին եւ Չինաստանին զսպելու մեծ ռազմավարություն։ Այս աշխարհաքաղաքական օրակարգն ունի եւ տնտեսական եւ մշակութային եւ գաղափարախոսական չափում։ Միացյալ Նահանգների եւ գլոբալ արևմուտքի համար ընդհանրապես ուղղափառները, արևելյան ուղղափառները եւ հիմնականում ռուսները չեն համարվում եվրոպացիներ, համարվում են ասիացիներ։ Նրանք չեն համարվում, այսպես ասենք, արևմտաեվրոպական քաղաքակրթության մաս։ As Asians, they are not considered as part of the, let's say, Western European civilization. Okay, of course, this is something that got manipulated. This doesn't stand on. Սա իհարկե մանիպուլյացիա է եւ իրականում հիմք չունի։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ արևմուտքի ընկալումը։ Եվ միաժամանակ նրանք կարծում են գլոբալ արևմուտքը, որն այժմ գլխավորում է Միացյալ Նահանգները, կարծում են, որ աշխարհը պետք է կառավարվի եւ առաջնորդվի գլոբալ արևմուտքի կողմից։ The world should be managed and led by the global West under the pretext that this global West is rational and without its guidance the world will be subject to self-destruction. Այն հիմնավորմամբ, թե իրենք ռացիոնալ են եւ առանց իրենց առաջնորդության աշխարհը կինքնաոչնչացվի։ Եթե մենք հասկանանք այս ենթագիտակցական ուղերձը, այս ռետորաբանությունը, ապա այն նշանակում է, որ կամ արևմուտքը կկառավարի աշխարհը, կամ այն կոչնչացնի արևմուտքը։
Հիմա ովքեր են գլոբալ արևմուտքի հիմնական հակառակորդները։ Հիմնականում Ռուսաստանն է որպես ռազմական տերություն եւ Չինաստանն է որպես տնտեսական տերություն։ 19-րդ դարից ի վեր հիմնվելով անգլոսաքսերի, բրիտանացիների, ավելի ուշ ամերիկացիների աշխարհաքաղաքական ընկալման վրա, Արևմուտքը ցանկացած եվրասիական տերության դիտարկում է որպես սպառնալիք իր գերիշխանությանը եւ այդ գերիշխանության ծովային առևտրային ուղիների նկատմամբ, այն առևտրային ուղիների, որոնք ապահովում են Արևմուտքի գերիշխանությունը համաշխարհային շուկայում։ Որովհետև մենք շատ լավ գիտենք, որ ապրանքների 80%-ն անցնում է ծովային առևտրային ուղիներով։ Չինաստանի վերելքով եւ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ռուսական իշխանության վերականգնմամբ Արևմուտքը սկսեց զգալ սպառնալիքի իր գերիշխանության եւ աշխարհը լիակատար վերահսկողության տակ պահելու հավակնության նկատմամբ։ Which ensures their hegemony over the global market. Because we know very well that 80% of the merchandise passes through maritime trade routes. Okay? So with the rise of China and with the restoration of the Russian power under President Vladimir Putin, the West started to feel the threat on its hegemony and its full control of the world. That was the reason why they, mainly the Americans, devised this grand strategy of blocking or attempting to block. Ահա թե ինչու ամերիկացիները մշակեցին այս մեծ ռազմավարությունը, խոչընդոտելով կամ փորձելով խոչընդոտել Ռուսաստանի եւ Չինաստանի ծովային ելքերը։ Եվ սա բացատրում է Բալթիկ եւ Սև ծովերում լարվածությունը, հատկապես այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Նաեւ մեր տարածաշրջանում բացատրում է պատերազմը, որը մղվում էր Սիրիայի դեմ 14 տարի, մինչեւ անցյալ տարի Սիրիան փլուզվեց։ Սա բացատրում է նաեւ լարվածությունը Բաբ էլ-Մանդաբի եւ Հորմուզի նեղուցներում, ինչպես նաեւ Արևելյան Ասիայում, Մալակայի եւ Թայվանի նեղուցներում լարվածությունը։ Իրանն ունի եզակի աշխարհաքաղաքական դիրք։ Պատմականորեն այս տարածաշրջանը եղել է Ռուսաստանին եւ Չինաստանին հասնելու խոցելու վայրը։ Because from this region, all invasions, the Mongol and Turkish invasions, generated to control or let's say invade and subdue Russia, China and Iran for centuries. Այստեղից են սկսվել բոլոր ներխուժումները, մոնղոլական եւ թուրքական ներխուժումները, որոնք դարեր շարունակ ստեղծվել են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը վերահսկելու կամ ասենք ներխուժելու եւ հպատակեցնելու համար։ Եթե դիտարկենք մոնղոլական պատմությունը, երբ Չինաստանն ու Ռուսաստանը զգացին, որ սպառնալիքի տակ են, միավորեցին ուժերը, սկսած 1990-ականներից, եւ չնայած այն հանգամանքին, որ Իրանը չի կարող համեմատվել նրանց հետ տնտեսական կամ ռազմական հզորության առումով, այնուամենայնիվ նրա եզակի դիրքը Եվրասիայի կենտրոնում եւ նրա ավանդույթներն ու ժառանգությունը կենտրոնական Ասիայում ստիպեցին միավորել ուժերը կենտրոնական Ասիան մեկուսացնելու եւ ԱՄՆ-ի կամ Արևմուտքի ցանկացած հնարավոր միջամտություն կանխելու համար։ Այսպիսով վերջին 2 տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները փորձել է խոչընդոտել ռուս-չինական մուտքը վերը նշված ռազմածովային ուղիներ։ Միևնույն ժամանակ փորձել է ենթարկեցնել Մերձավոր Արևելքը տարբեր միջոցներով։ Asia and block any possible US or Western intervention. Over the past 2 decades, the United States has been trying to block Russian, Chinese access to these naval outlets, and at the same time has been trying to subdue the Middle East in order to jump onto Central Asia by various means in order to manipulate Russian and Chinese national security. Քայլեր է արել կենտրոնական Ասիա մուտք գործելու համար Ռուսաստանի եւ Չինաստանի ազգային անվտանգությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Պատրվակն այն էր, որ չափազանց շատ պատրվակներ կային, այդ թվում միջուկային ծրագրի հարցը, չնայած այն հանգամանքին, որ իրանցիները ձգտում էին ապահովել իրենց միջուկային ծրագրի քաղաքացիական կամ պասիվ բնույթը։ Տեսեք ինչ է կատարվում։ Պաշտոնավարման առաջին ժամկետում Դոնալդ Թրամփը պատրաստ էր գնալ սեղմել Հյուսիսային Կորեայի առաջնորդի ձեռքը, քանի որ նա ուներ միջուկային զենք։ Մինչդեռ Թրամփը պատրաստ չէր սեղմել միջուկային զենք չունեցող իրանցիների ձեռքը։ Կարծես նրանց ասեր. «Առաջ գնացեք եւ ձեռք բերեք միջուկային զենք», ինչը իրանցիները չարեցին։ Because he had nuclear weapons, whereas he wasn't willing to shake hands with the Iranians who don't have a nuclear weapon. As if he was telling them, go ahead
and get a nuclear weapon, okay? Which they didn't do. However, from the Israeli perspective, Հիմա պատերազմը սկսելու Իսրայելի պատճառների մասին։ Նեթանյահուն անկեղծորեն արտահայտել է իր մտադրությունը՝ ստեղծել մեծ Իսրայել, որը կձգվի Նեղոսից մինչև Եփրատ եւ իր գերիշխանությունը կտարածի արաբական աշխարհի վրա։ Նրան հաջողվեց հասնել մեծ հաղթանակի նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ նախկին սիրիական ռեժիմի փլուզմամբ, ինչից անմիջապես հետո իսրայելական զորքը գրավեց Հերմոն լեռան ամենաբարձր կետը։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից այս լեռան վերահսկողությունը Իսրայելին հնարավորություն կտա վերահսկել ամբողջ տարածաշրջանը, որը ձգվում է Հերմոն լեռից մինչև Միջագետք։ Տարածաշրջանային տերությանը, որը մտադիր է իր վերահսկողությունը պարտադրել տարածաշրջանին, անհրաժեշտ է ևս մեկ նշանակետ։ Հերմոնը վերահսկելով Նեթանյահուն վերցրեց տարածաշրջանը բացելու բանալին, բայց տարածաշրջանը մյուս կողմից փակելու համար նրան անհրաժեշտ է ևս մեկ նշանակետ՝ Զագրոսի լեռները։ a regional power that intends to impose its control over the region, okay, it needs another landmark. By controlling Hermon, Netanyahu grabbed the key to open the region. But to seal the region from the other side, he needs another landmark, which is the Zagros Mountains. Okay? So that's why Iran was under attack. Ահա թե ինչու են հարձակվել Իրանի վրա։ Նրանց իրական մտադրությունը ռեժիմի փոփոխությունը չէ։ Ամերիկացիներն ու իսրայելցիները ցանկանում են Իրանը բաժանել տարբեր պետությունների, սադրելով քրդերին, ազերի թուրքերին, հարավ-արևելքում գտնվող բելուջներին եւ հյուսիս-արևելքում գտնվող ուզբեկներին, ինչպես նաեւ Խուզեստանի շրջանի արաբներին։ Միաժամանակ Թուրքիան նրանց գաղտնի գործընկերն է Իրանին թիրախավորելու հարցում։ Turkey is let's say a partner, a secret partner in targeting Iran, because Turkey, which had the intention of imposing its hegemony over the Arab region, Քանի որ Թուրքիան, որը նույնպես մտադիր էր իր գերիշխանությունը պարտադրել արաբական տարածաշրջանին, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ասել են, երկրորդական դեր կունենա արաբական տարածաշրջանում քաղաքական իսլամիստների միջոցով։ However, the primary role that would be granted to Erdogan and Turkey would be in Central Asia under the banner of Pan-Turanism. And this was the reason why, prior to this, the Americans have led a sort of colored revolution in Armenia, make a regime change, impose someone close to them who was willing to sacrifice a huge Armenian land in Artsakh. Եվ Էրդողանին եւ Թուրքիային տրվող հիմնական դերը կլինի Կենտրոնական Ասիայում պանթուրքիզմի դրոշի ներքո։ Սա էր պատճառը, որ այս ամենից առաջ ամերիկացիները Հայաստանում մի տեսակ գունավոր հեղափոխություն արեցին, ռեժիմի փոփոխություն, իշխանության բերելով մեկին, որը պատրաստ էր զոհաբերել հսկայական հայկական հողերը Արցախում, ԱՄՆ-ի հովանավորությամբ համաձայնության գալու համար ադրբեջանցիների հետ։ Սա կծառայի որպես կամուրջ Կենտրոնական Ասիա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ներթափանցման համար Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջոցով։ The Americans, well, I don't know why they think they are smart, because their intentions are so clear. Okay? Yeah, but I want to say that Donald Trump thought he could fool the Iranians. Ամերիկացիները չգիտեմ ինչու կարծում են, թե բոլորից խելացի են, բայց նրանց մտադրություններն այսքան պարզ են։ Դոնալդ Թրամփը կարծում էր կարող է խաբել իրանցիներին, առաջին անգամ հաջողվեց։ Այնուամենայնիվ իրանցիները կարողացան զսպել իրավիճակը։ Ցավոք նա երկրորդ անգամ եւս խաբեց նրանց, սակայն երկրորդ անգամ Իրանի արձագանքն ավելի արագ էր։ Առաջին անգամ 12 ժամ սպասեցին Իսրայելին պատասխան հարված հասցնելուց առաջ։ Այս անգամ նրանցից ընդամենը 45 րոպե պահանջվեց։ Կարծում եմ, որ տարածաշրջանում սա է կատարվում, եւ մեծ հույսեր ունեմ, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կձախողվեն։ The United States and Israel would fail in their aims. Շնորհակալ եմ այս բոլոր մանրամասների համար, դուք կանխեցիք իմ միանգամից մի քանի հարցերը։ Կա մի դետալ, որին կցանկանայի ուշադրություն դարձնել։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Այաթոլլահ Խամենեին սպանվեց առաջին ժամերին առաջին հարվածներից, բայց Իրանում ինչ որ մեկը որոշում կայացրեց հակահարված տալ, այն էլ այսպիսի, ինչ կարող է սա նշանակել։ The Iranians
based on the Iranian tradition. Իրանի ավանդույթները, Իրանի պատմությունը հուշում են, որ նրանք խուսափում են ավելորդ ուշադրությունից։ Մանրակրկիտ ուշադրություն են դարձնում մանրուքներին եւ միևնույն ժամանակ շատ հպարտ են։ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո իրանական ռեժիմը բազմաթիվ հարձակումների ենթարկվեց։ Սկզբում ամերիկացիները կարողացան, այսպես ասենք, գայթակղել որոշ բարձրաստիճան իրանցի հրամանատարների, նախագահների եւ պաշտոնյաների, այդ թվում երկու նախագահների եւ վարչապետների։ Երբ Ռոնալդ Ռեյգանը ընտրվեց եւ պաշտոնը ստանձնեց 1981 թվականի հունվարին, մի քանի ամիս անց Իրանի խորհրդարանի ռմբակոծության հետևանքով զոհվեցին խորհրդարանի 73 անդամ։ Մեկ ամիս անց զոհվեցին եւ նախագահը եւ վարչապետը։ Այս փորձի հիման վրա իրանցիները ձևավորեցին ավանդույթ։ So, based on this experience, the Iranians didn't, let's say, count on the individual, no matter how important he is. Հույսը չդնել անձերի վրա, անկախ նրանից, թե որքան կարևոր է անձը։ Նրանք փորձեցին ապահովել ռեժիմի, պետության եւ երկրի գոյատևումը, դիվերսիֆիկացնելով իշխանության հիմքերը եւ վերջին 5 տասնամյակների ընթացքում աշխատելով կադրերի, պետական գործիչների ստեղծման վրա։ Ահա թե ինչու մենք տեսանք, որ Իրանի վրա չազդեց Իմամ Խոմեյնիի մահը 1989 թվականին, ինչպես նաև այն նախագահների հաջորդականությունը, որոնք ընտրվում էին լինելով տարբեր քաղաքական հոսանքներից, որոնք ներսում հակասության մեջ էին միմյանց հետ։ Այնուամենայնիվ նրանց ազգային պատկանելիության զգացումը շրջանցում էր ցանկացած ներքին բաժանում կամ մասնավոր շահ։ Այսպիսով Իմամ Խամենեիի դեպքում վերջին 4 տասնամյակների ընթացքում նրա առաջնորդության ներքո մենք տեսանք 5 կամ 6 նախագահների՝ Ռաֆսանջանի, Խաթամի, Ահմեդինեժադ, Ռոհանի, Ռայիսի եւ հիմա Փեզեշքյան։ Տեսնում ենք, որ նույնիսկ նախագահը եւ գերագույն առաջնորդը իշխանությունը չեն կենտրոնացնում իրենց ձեռքում։ Ազգային անվտանգության խորհրդի, խորհրդարանի, իշխանության տարբեր ճյուղերի համար Իրանում դեր են մտածել, այդ թվում բանակի, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ այլնի համար։ Սա ապացուցվեց անցած հունիսին, երբ մի ամբողջ խումբ բարձրաստիճան հրամանատարներ սպանվեցին իսրայելցիների կողմից, սակայն դա չազդեց հրամանատարական շտաբի վրա։ Բոլոր հրամանատարները փոխարինվեցին ուրիշներով, ովքեր նորից սպանվեցին, նորից փոխարինվեցին ուրիշներով։ Նույնը եղավ նաև այս 3 օրերի ընթացքում։ Այսպիսով կարծում եմ, որ այս ազգայնականության զգացումը կարելի է նմանեցնել հայկական ազգայնականությանը։ In last June, when a whole bunch of top commanders got eliminated or got assassinated by the Israelis, yet this didn't affect the chain of command. All commanders got replaced by others, who in their turn got assassinated and were replaced by others. The way it happened over the past 3 days. So I believe that this sense of nationalism, which you could draw a similarity with Armenian nationalism, with the Armenians were able to survive despite all atrocities and genocides committed against them over the past 1.5 centuries. Հայերը եւս կարողացան գոյատևել, չնայած վերջին 1.5 դարերի ընթացքում նրանց դեմ կատարված բոլոր վայրագություններին եւ ցեղասպանություններին։ Եվ Իրանի եւ Հայաստանի դեպքում կարծում եմ, որ սա իրական գործոն է, հիմնական գործոն է, եւ հենց այս գործոնը ձախողեց առաջնորդին թիրախավորելու միջոցով ռեժիմի փոփոխության փորձը։ Decapitating the regime through targeting its leader. Եվս մեկ դետալ. Իրանը հարվածում է արաբական երկրներում գտնվող ռազմական բազաներին, բայց չի հարվածում Թուրքիայում գտնվող ամերիկյան բազային։ Ինչու՞։ Iran is not hitting the American base in Turkey. Why? Yet. Yeah. Well, it's a matter of strategy maybe. Լավ, գուցե դա ռազմավարության հարց է։ Նախ արաբական երկրների առաջնորդների նկատմամբ ամբողջ հարգանքով, երբ թույլ եք տալիս, որ ինչ-որ մեկը օգտվի ձեր սեփական տարածքից, մեկ այլ երկրի դեմ ագրեսիա իրականացնելու համար, ագրեսիայի ենթարկված երկիրն իրավունք ունի հակահարված տալ սպառնալիքի կամ ագրեսիայի աղբյուրին։ Ահա թե ինչու իրանցիներն ունեին այդ բազաները թիրախավորելու լիակատար օրինական իրավունք։ An aggression against another country, the country subject to aggression has the right to retaliate to the source of threat or aggression. That was the reason why the Iranians had full legitimate right to target these bases. Okay. Why they didn't target
Turkey. Ինչու նրանք դեռ չեն թիրախավորել Թուրքիան, Ինջիրլիքի ավիաբազան։ Գուցե սա մարտավարության հարց է, որովհետև նրանք իրականում ցանկանում են չեզոքացնել Թուրքիան այս շարունակվող պայքարում։ Tactic. Okay? Because they are so far they want to neutralize Turkey in the ongoing struggle. However, they warned Azerbaijan. Ավելին, նրանք արդեն զգուշացրել են Ադրբեջանին, որ թույլ չտան ամերիկացիներին եւ իսրայելցիներին օգտագործել Ադրբեջանի տարածքի ռազմաբազաները որպես Իրանի դեմ ագրեսիայի պլացդարմ։ Եվ կարծես այս նախազգուշացումը, այսպես ասենք, արդյունավետ էր։ Այնպես որ Թուրքիային չհարվածելը կարծում եմ ժամանակի հարց է։ Եւ կարծում եմ, որ գուցե ավելի ուշ իհարկե կարող ենք փոփոխություն տեսնել։ Գուցե նրանք մինչեւ այժմ Ինջիրլիքը թիրախավորելու անհրաժեշտություն չեն տեսել։ Maybe later on we might see a change, of course. Maybe they don't see a need so far to wage an attack on Incirlik. Do you see any support? Տեսնում եք արդյոք ռուսական եւ չինական կողմից Իրանին որևէ աջակցություն հաշվի առնելով պատերազմի իրական նպատակը, որը նշեցիք հարցազրույցի սկզբում։ So far we have evidence of let's say political support, diplomatic support. Մինչ այժմ ունենք ապացույցներ, այսպես ասենք, քաղաքական աջակցության, դիվանագիտական աջակցության եւ գնված զենքերի մասին։ Միջազգային լրատվական գործակալությունները խոսում էին Ռուսաստանի կողմից Իրանին վաճառված զենքի, նաեւ հակառակը, Իրանի կողմից Ռուսաստանին վաճառված զենքի մասին։ Do you see any Տեսնում եք արդյոք Իրանի համար այս պատերազմում գոյատևելու հնարավորություն։ Well, so far maybe I had some let's say fears before the strike. Գուցե որոշ վախեր ունեի հարվածից առաջ։ Վախենում էի, որ եթե թիրախավորեին Իմամ Խամենեիին, ամբողջ ռեժիմը կփլուզվի։ Imam Khamenei, the whole regime would collapse. But after 3 days of confrontation and after seeing how the Iranians were able to absorb the first strike and retaliate. Բայց 3 օրվա բախումից հետո եւ տեսնելով թե ինչպես իրանցիները կարողացան մարսել առաջին հարվածը եւ հակահարված տալ, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության վրա ազդեցություն ունենալ գազի գների, նավթի գների, ոսկու եւ արծաթի գների, ազդել արևմտյան տնտեսությունների, գնաճի եւ այլնի վրա, կարծում եմ իրանցիները կարողացան տապալել ամերիկացիների եւ իսրայելցիների բլիցկրիգը։ Եվ ամերիկացիները երկարատև բախման շքեղություն չեն կարող թույլ տալ իրենց։ Նրանք առավելագույնը 2-3 շաբաթ կշարունակեն սա, այնուհետև ստիպված կլինեն համաձայնության գալ։ Don't have the luxury of a lengthy confrontation. They wouldn't last for another 2 to 3 weeks max. Then they would need to come to terms. If Iran survives this, let's say, dilemma, this confrontation, and I have high hopes that it would be able to survive, then there will be a reversal of the whole course of events. Եթե Իրանը գոյատևի, եւ ես մեծ հույսեր ունեմ, որ կկարողանա գոյատևել, ապա Մերձավոր Արևելքում իրադարձությունների ամբողջ ընթացքը կփոխվի։ Այն ընթացքը, որի ականատեսն ենք եղել վերջին 3 տարիներին։ Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում իրավիճակը կփոխվի, եւ սա կհանգեցնի խորը ճգնաժամի սիոնիստական կազմավորման ներսում։ Իսկ Դոնալդ Թրամփի համար, որին միջանկյալ ընտրություններն են սպասում, ավելի վատ ճգնաժամի։ Այնպես որ եկեք սպասենք եւ տեսնենք։ Գուցե 2 շաբաթից կարողանանք ավելի լավ գնահատել իրավիճակը։ Հուսով եմ, որ ճիշտ եմ։ Հնարավոր է սխալվում եմ, բայց հուսով եմ, որ ճիշտ եմ իմ գնահատականում։ So let's wait and see. Maybe within 2 weeks we could better evaluate the situation, and I hope I'm right. I might be wrong, but I hope I'm right in my assessment. Thank you very much. Շնորհակալ եմ հարցազրույցի այս հնարավորության համար։ My pleasure. Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։